կոմպաս գիտահետազոտական կրթական և խորհրդատվական կենտրոն հասարակական կազմակերպության կողմից կատարված վերլուծությունների ընթացքում մշակվել է 6 գործոն, ըստ դրանց կատարվել է դիտարկում, ուսումնասիրվել են 2013 թվականի հիմնական ընտրացուցակի և ընտրողների ընդհանուր թվի ամենաշատ քվեներ ստացած թեկնածուների ձայների տարբերությունները, 2013 թվականի ընտրությունների հիմնական ցուցակով ընտրողների քանակի և 2015 թվականին հրապարակված նախնական ընտրացուցակների համադրելի տեղամասերում ավելացված ընտրողների քանակը։ Դիտարկվել է նաև կրկնվող անուն, ազգանուն, հայրանուն և ընտրողների առավելագույն քանակ ունեցող ընտրատարածքները, այն տեղամասերը, որտեղ առավել մեծ քանակությամբ ծննդյան ամիս ամսաթիվ ունեցող անձինք առավել շատ հասցե չունեցող ընտրողներ կան։ Կատարված գործոնային վերլուծության արդյունքում առանձնացվել է միջին ցուցանիշներից շեղում արձանագրված ռիսկային շուրջ 200 տեղամաս։ Մենք նաև առավել ռիսկային տեղամասերի քանակներն ենք ցույց տվել, օրինակ 2 և ավելի գործոնով կան 123, 3 և ավելի գործոնով 16, 4 գործոնով ռիսկային տեղամասեր ունենք 1 է և 5 գործոնով նույնպես 1 է։ Սրանք փաստորեն, այսպես ասած, ամենաբարձր ռիսկային տեղամասերն են։ Դիտարկվել է 60 հասցե, 30-ը Գյումրիում, 30-ը Արմավիրում, տվյալ հասցեներում հաշվառված 10 և ավելի անձանցից բաղկացած ընտանիքներից միայն 2-ն են համապատասխանել փաստացի բնակիչների թվին՝ 29 ընտրող, մնացյալ 159 հաշվառվածներից միայն 70-ն են փաստացի բնակվում։ Առանց ծննդյան ամիս ամսաթվի անձինք դիտարկվածներից 20 անձանցից 2-ը արտասահմանում են եղել, 1-ը մահացել է, 1-ի հասցեն գոյություն չի ունեցել։ Իմիջիայլոց դա Գյումրիում է գտնվում, իսկ 1-ը այդ հասցեով չի բնակվում, փաստել հետ մասին, բայց հաշվառված է այդ հասցեով։ Ներկայացվեց նաև վերլուծություն կապված Հայաստանում փաստացի բնակվող անձանց թվի ու ընտրողների ընդհանուր թվի համադրումով։ Այս առումով հետաքրքիր փաստեր են արձանագրվել։ Հայաստանում բնակչության թիվը 3 միլիոն, որից 2.5 միլիոն ընտրողների թիվն է, այսինքն 500,000-ը մինչև ընտրական տարիք ունեցողներն։ Բայց որոշ տվյալների համաձայն մեր հանրապետությունում առկա բնակչության թիվը 2 միլիոն 200,000 ոչ ավել։ Ստացվում է, որ մոտավորապես 300,000-400,000 ընտրողների թիվը գերազանցում է հանրապետության բնակչության թվի վրա։ Ընտրացուցակների վերլուծության և դիտարկման ծրագիրը ներկայացվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը։ Ոստիկանության պատասխանն էլ չի ուշացել։
որոշակի արձագանք էին տվել, օրինակ ասենք մենք հրապարակել ենք ուրեմն կրկնվող անուն ազգանուն ունեցող անձանց քանակությունը, սա որպես տեղեկատվություն, որ մարդիկ գիտենան եւ դա ռիսկ չենք դիտարկել։ Նաեւ նույն ծննդյան ամիս ամսաթիվ ունեցող այդպիսի 218 մարդ կա ամբողջ հանրապետությունում, իրենք մտածել են, որ մենք սա ռիսկ ենք դիտարկել եւ ասել են սրա մեջ ռիսկ չկա։ Բնականաբար մենք արձագանքեցինք, դա մեր ռիսկային գործոնների մեջ չի մտնում։ Կվերլուծվեն նաև դեկտեմբերի 6-ին կայանալի քվեարկության արդյունքներն ու վերջնական դիտարկումները կներկայացվեն դիտորդական առաքելություն իրականացնող մարմիններին։ Հեղինե Մանուկյան, Խաչատուր Գևորգյան, այսօր։